Ararat Bank, ուղղություն ընտրում ես դու Mastercard World Travel Card-ով։ Որ ունենաս full house։ Full house։ Նորմալ երեխա է։ Մերն էր աննորմալ։ Ես գիտես ինձ ինչի էի նմանացնում, փչովի բաներ փողոցում։ Ուզում հասկանամ այս պատմությունը դու հենց այս բան ճիշտ համարեցի, որ Այս ընդհանրը հիմա հենց այնպես պատմություն է։ Ոչ ոտ ես խաղում ոսո։ Մամ։ Ուզում եմ ինչ-որ մեկը զանգի Հայկին Արեքյան։ կզանգես Հայկին։ Հա։ 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 Գլովոյի հետ քաղաքը քո տրամադրության տակ է։ Ընկերներիդ հետ ուզում ես տարբերվող մի բան ուտել, պատվիրիր Գլովո եւ վայելիր։ Տակդիրները վերջացել են։ Պատվիրիր Գլովո եւ անհոգ եղիր։ Լավ ֆիլմը, լավ պաղպաղակ է պահանջում։ Համեղ է։ Ներբեռնիր Գլովո, ստացիր ուզածդ րոպեներ անց։ Հենց այնպեսի հյուրերն են Մոսո Կարապետյանը եւ Աղաս Մանուկյանը, ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ ու վստահեցնում եմ, որ այսօր շատ բարձր տրամադրություն է տիրելու այստեղ, նախատոնական։ Այո։ Եվ մեր տրամադրությունը էլ ավելի կբարձրացնի մեր գործընկեր, բիզնես պարտների կողմից ներկայացվող շեյք կոկտեյլներ, այսօր բորա ենք վայելելու, տղաներ։ Դայք ես լսնեի գոնե։ Դե լավ, ես կհյուրասիրեմ, դուք Մերսի մեր օջախում եք։ Ցավը տանը։ Ահա։ Եվ իհարկե ես շարժեցի։ հենց այդպես։ Հենց։ Հենց այդպես։ Հիմա դու ուրիշ բան ես, հա, բացեց, հա։ Բացեցի, տեսա։ Շատ լավ։ Շատ հեշտ են բացվում։ Նրանք բացվում են ահավոր հեշտ։ Բացում են շատ հեշտ։ Հեշտ եւ բարձր տրամադրությամբ հիշելու ենք հենց այնպես պատմությունները։ Ուղղակի պատմություն։ Պատմություններ, որոնք տեղի են ունեցել ձեզ հետ ներկայացումների, ճանապարհորդությունների, նկարահանումների ժամանակ։ Երևի թե սկսենք Full House-ից, հետո Full House-ից առանձնանանք։ Ես սկսեմ, չէ։ Ես սկսեմ։ Գանք չինգաչունք, բան, այսօր խաղի մասին ամեն ինչ գնա։ Կրեցիր։ Ես կրեցի։ Ցելա կարանք։ Ես կանի հիշել եմ պատմություն կապված Աղասի հետ, որը տեղ ունեցել էլի մեր շրջագայություններից մեկի ժամանակ Ամերիկայում, խիամ հիշում, այդ ժամանակ ես Ամերիկայում էի ապրում, արդեն մի քիչ հարմարվել էի այդ ամեն ինչին ու եկել էր Աղասը, Աղասին ուզում էինք տանենք, մեր որ հայերենով ասած պատիվ տայինք։ Գնացել էինք իրար հետ Լաս Վեգաս, մի խոսքով ամեն ինչ արել ենք։ Հա, գնացել ենք մանգալու, չէ, այդպես եսի միշտ չի Վեգասում մանգալու համար։ Վեգասում մանգալու համար եսի միշտ չի, մանավանդ որ գնում ես որպես առաջին անգամ նա տուրիստ ես, մի քիչ քայլելու տեղը շատ է, այդքան էլ պետք չի։ Մի խոսքով գնացել ենք, արդեն չպատմեմ, նոր մի քիչ առաջ ասեցի բանից ռեյկից առաջ, որ իմ պատմությունները մի քիչ խմիչքը բանը մեջը կան միշտ։ Մի խոսքով խմել ենք արդեն գիշերը գնացել ենք կլուբ, մտել ենք Վեգասում էլ կլուբը շատ մեծ է ինքը։ Մեծ է, շատ մարդ կա, ինչ տեսակի մարդ ասես կա ու ահավոր ուժեղ տենց այտենց ինչ-որ Ուզում հասկանամ այս պատմությունը դու հենց այս բան ճիշտ համարեցի, որ այս ընդհանրը հիմա հենց այնպես պատմություն է, հենց պրոստը մտքիս եկել է, full house, Աղաս պատմումը։ Okay։ Վերջը, սենց արդեն նստած ենք խմում ենք, տենց մարդիկ հավաքվել են, հա հի բան, մեկ էս կլուբի լույսեր անջատվեց։ DJ-ը ես իմ ինչ սենց ինչ-որ տակից, սենց ինչ-որ երաժշտություն պահեց, սենց հետաքրքրող բոլորը սենց նայում ենք, ես ինչ պիտի լինի։ Մեկ էլ լույսերը սենց վառվեցին բարի ստոյկի վրա, որտեղ կանգնած Աղասը, երկու հատ սև աղջկա հետ, երաժշտությունը մտավ, երկուսով ֆրացին կռացան ու սկսեցին տվերքեր են բարը, ու սկսեցին տվերք անել։ Տենց Աղասի Ինչ հետ կատարվում ու բաց մեր հետ ինչ կատարվում, մենք հիստերիկացել էինք, որ չգիտես, թե խնդաս ինչ անես, ու Աղասը, շատ քիչ Աղասը օրվա հերոսն էր, այդտեղ արդեն Բայց փախակ Չէ, մնացինք միջև վերջով կփախներ, ասում եմ, օրվա հերոսը մեր հետ էր, ով արդեն հետս նկարվում էին։ Շատ լավ եք պատի։ Բարի ստոյկի վրա պարող տեղերն է բան։ Այո։
Հիմա դու ես Վեգասից էլ ինչ կհիշեք, որը պետքա մնար Վեգասում, բայց չմնաց Վեգասում։ Մնաց Վեգասում իրականում։ Ես անգամ ասեցինք, դա թող մնա Վեգաս։ Վեգասում չէ, բայց Լոս Անջելեսում 2019 թվականի, երբ որ ես առաջի անգամ Full House-ի հետ գնացի Full House-ի համերգներին։ Իրանք արդեն շատ էին ճանապարհորդել։ Արդեն շատ էին ճանապարհորդել։ Առաջի անգամ ես գնում եմ հետները Ամերիկա։ Вообще իմ կյանքի ամենաառաջին Ամերիկան այդ վաղ լինում։ Ես բարին ասում են աղջիկ վախտեր են։ Աղջիկ վախտեր։ Ես Ամերիկայում ապրող պապիկ ունեի, հորս հերը, պապայիս։ Իրական։ Իրական հոր, AI-ով չէ։ իրական հոր, թե իրական պապ։ Պապս Ամերիկայում է։ Արցեմ տալ, ինչ է իրական։ Ասում իրական հոր, թե իրական պապ։ Չէ, իրական հոր, իրական պապ։ Իրական հոր, իրական հերը։ Ամեն ինչ իրական է։ В общем, ընդ էր ապրում պապիկս ու չէի տեսել պապիս երևի մի 25 տարի։ Չէր տեսել էլի։ Չէ, Ժամը 25 երավ։ Դա մեծ։ Որ գնացինք առավոտը գիշերը իջան գնացինք հյուրանոց հանգստացանք առավոտը 7-ին ասենց տեղեի վրա նստեցի ասեցի ես պետք է գնամ պապիս տենամ Երազա տեսել։ մի հատ հասցե ունեի պրոստը իրանից իրական հասցեն Ինքը գիտեր քո գոյության մասին։ հա գիտեր որ շո մեկը կա շո մի բան կա Գիտեր որ երկար է։ երկար բարակ բան կա երկար բարակ բան կա։ այս չգիտեր ինչ դեմքով այլ Չգիտեր ինչա։ չգիտեր Ինչ է որ բանով տեսել Skype-ով հետո Իմիջալոս պապիս հետ պոլիպեդա պատին հենաց։ Պապիս հետ ես են զանցել Ասեմ միշտ հետևի կադր տեսել են իմացել են պոլիպեդա հենաց պատին։ Ինչ հոգեով է։ Դրա համար է չգիտի։ Դա շարունակ է։ Ես թեմա ես դա մտածում եմ որ պապիս պետք չէ տենալ որովհետև պապիս հետ հենց հանդիպեցի 3 ամիս հետո մահացավ այդ մարդը Դրա համար է մահացել է։ դե մասի Հասկացել է որ խոցածով այ խոցածով պոլպեդ։ Տեսել է, ոյ խոցածով պոլիպեդ, հետո դե մահացել արա, խիստ մարդում։ Դեր պատմում, ասեցի սև հումոր, չասեց իրար։ Պապի սպանել է պապ։ ասեցի գնալու եմ պապիս տենամ հա տղեկ ասին օրը բացվի կասեն քեզ կտանեմ բան ասի չէ ես պետք է գնամ ինչա ներքև հայերի Վարշավիրանոց կա ինչ մի հատ հայ տեսա ասի կներեք ասի բաղաս ջան ինչով կարանք օգնենք ասի ինձ կտանեք ես հասցեմ այդ հասցենը մոտավորապես որ ասեմ ոնց որ Երևանի կենտրոնից գնաս ու ասեմ գնաս հոկտեմբերյան տենց հեռու էր էլի մի քիչ Գլենդելից դուրս էր ինքը Ոչ միացի։ ասին հա տարան հետա պապիս տուն պապիս տեսա ուրախացավ պապս բան եւ այլն տենց նստեցինք խոսացինք մի 4-5 ժամ ասի իրիկուն 8-ի կոմեն էր ասի պապ ջան դե ես գնամ ասավ սպասի տաքսի կանչեմ ու գնա ասի չէ այցատեմ ես Ամերիկա առաջի անգամ եմ ոչ ինտերնետ ունեմ ոչ հեռախոսի համար ունեմ ոչ մի բան չունեմ ես գիտեի Հայաստանն է ասի պապ ջան ոչինչ էսա դուրս գամ ես գիտեմ սենց դուրս գամ սենց կանգնացնեմ կանգնելու Կինո տեսա, ածին դոմայց եկոմ Ամերիկայի մասին բան դուրս եկա Հայտվել է Գլենդել։ մանա ջան դուրս եկա բնականաբար տաքսի չկար չեմ կարեցել ճարել վոտով վականցին այո վոտով հարց ու փորձ անեմ հոթելի համարն է հիշում բան անունը հարց ու փորձ անով այդ հոթելը ոնց գնամ մի խոսքով 3:08-ին դուրս եկա գիշերը 1:00-ից մտել եմ հոթել վոտով կրդնած տանջված ու հետո չէի խերվ առավոտելի զարթնեցի ասի պետք է գնամ պապիս տենամ տղեկ անունս դրել էին Կարմիր աղաս ասում ամենառատ պապին կարկանդակներ ա տա Կարմիր գլխարկը երկար գնում է ամեն օր ճանապարհին գալու պատմում Բայց լիքը հայ կար Գլենդելում, կարայր մեկին ասեիր կտաներ։ դե հա կտաներ բա հետ Ֆրիվեյով ակնացա եկա դրա համար մարտի տեսա ֆրիվեյով են բաներից են Խելոք քամուց է որ բանն է ով էլ տեսա չի հասկացի ինչ եմ էլա փեդա կամին քշում դրա ես գիտես ինձ ինչի էի նմանացնում որ դուրս էի եկե պապուս հայաց sense տաքսի եկամ են փչովի բաներ կան Ներ երկար սև Ներ երկար սև Շատ խնդրում է։ Շատ լավ Իսկ Full House-ի ներկայացումներից դու որ սեզոնից միացա։ Ես 8-րդ սեզոնից եմ միացել Հա։ Ես պրոստը իմ մոտ այնքան եմ պատմել, ես դաժե հիշում եմ, որ ինչ-որ Փարիզից էր համերգների ժամանակ ա եղել, որ Անին
երկու ոտը աչ է։ Այդ շատ խնդրել է Ձախով Միրանը վերում։ Ձեր մոտ եմ պատմում։ Սեցեք։ Երկու ձախով Պակլոնի ժամանակ։ Դե լավ, դու ուրեմն պատմի ավելի շատ ճանապարհորդություններից Full House-ի հետ կապված։ Հա, էլի։ Մեր ճանապարհորդ։ Ինձ թվում է երեխեքին արդեն կանչել եք, տենց ինչ որ կար պատմելու, որտեղ մենք իրար հետ ենք։ Ինձ թվում է պատմություններ կան ձեր հետ կապված։ Տարօրինակ պատմություններ, որ բանում Կալուգայում շատ տենց լավ տղաներ եկան դիմավորեցին։ Ինձ Նիվա էին բերել նվեր։ Ճիշտ ես ասում։ Յուղը վրան Նիվա էր։ Ախպերս էսի քոնն։ Արա Կալուգատեղ ինչ անում ես Նիվեն։ Տաքսո համար էլ բան չի մտածեն եկել եմ թե ապրեմ սկզբից տաքսի պիտի։ Հրաչին Նիվայ ասած։ Հա, դե Նիվայա։ Տենց դիմավորեցին գնացին, այդ օրը ամբողջ օրը ես այդ Նիվայով էի։ Մնաց քեզ այդ Նիվա։ Հա, այդտեղ եմ դզվել, Հորինում ես։ այդտեղից է սկսել։ Չեմ հորինում, բայց չէ, չմնաց ինձ Նիվան, հետո ուրիշ պատմություններ եղավ։ Մի քիչ շուտ գնացինք այդ քաղաքի։ Մարկար պարկի պատկի տեղ տվի։ Հա։ Մի անգամ ես տեսա, ինձ տարօրինակ պատմություն։ Ընդերը տեն։ Ստենդափերից հիշի։ Ստենդափից մի հատ հատված կա, որ միշտ հիշում եմ։ Ներկայացումը խաղում եմ մի կես ժամ անցել է ժողովրդան տենց լավ ծիծաղում է, բան։ Մի քիչ հերրու այդ ռիադերում այդ նստաններին ելնում են, չէ՞, տենց վերացող տեսակ, տենց սունկ գլխով մարդիկ Դագեստանցու պրիչոսկով, տենց ինչ-որ վերևներից եկած բան, տենց շատ հեռավոր սես նստած ու շատ բան, պաուզա եղավ, շատ բարձր, ընդդից հենց հավ, ապեր էդ ինչ ես անում, կես ժամը ստենդափ եմ, գիտես խաղում։ Հայաստանում է։ Հայաստան, Բոհեմ թատրոնում, հա։ Դե ոչ ելնումա ուրիշ բան ասես բեմի վրա, դες պրոսնասի եղբայրասի թարս ես նստե, ֆրասի բեմ ես կոմնա։ Խորացել որ թարս է նստե, պատին է նայ։ Այսինքն հանդիսատեսը նաև կարողանում է այդ ինտերակտիվ խոսքը։ Հա, ինտերակտիվը շատ կա։ Շատ հետաքրքիր է, ուրեմն Ընթացքում իմպրովիզներ շփվում են են ավասի հետ։ Այդ ամենալավ Հա, ստենդափն ամենալավ, այդ ինտերակտիվ ասեցի, հիշեցի։ Մի հատ տղա մոտեցավ ինձ ներկայացումից առաջ, Աղազյան շատ եմ խնդրում։ Մի հատ աղջիկ կա դալիճում է, գիտեմ։ Ես այդ ծաղիկներով պատրաստված բան եկել եմ, ուզում եմ առաջարկություն անեմ անակնկալ։ Ասում եմ աղբերս, օքեյ, բան, բայց ոնց, ասում եմ, սաղ լավ է, բան, տենց իրա կողք չեմ բնականաբար նստած, տենց շփումը կա ինք իրա մամայի հետ է, բայց ասում եմ, տենց առաջարկություն անեմ։ Դե ասել, չէ ասել է չի լինում, էլի։ Ասի, օքեյ, այդտեղ են բարձացավ վերջում հետ ավել ներկայացումը բրծա։ Այդտեղում կանչեցի, ասավ Հասմիկ ջան, Հասմիկ, նայմա Հասմիկին աման գալի, ասում եմ Հասմիկ, ասում եմ դալիճում կնայեք, էլի Հասմիկ անունով աղջիկ կա, մի հատ աղջիկ ձեր բարձացրեց, ասի դալիճի լույսերը վառեք, վառեցին, ասավ ձեր բարձացրեց, ասի դուք եք Հասմիկը, բա այո, այստեղում ֆրանսիա ասի ինքն է, սենց ինձ նայեց, սենց հարավ, ասի Հասմիկ ջան ճիշտ ասած, այս տղան ձեզ բան ունի ասելու, սենց բուկետը ձերն է, մատային ձեր բա ես ուզում եմ քեզ առաջարկություն անեմ այսքան մարդու առաջ, այս աղջիկը սենց հարավ։ Նշանացնի կողն է, նշանված է։ Ֆրանսիաս դու ասում ապեր ճշտել ես։ Ոչ։ Դու էլ դասում մտածում ես այս ինչ լավ է, այս երեխեն գիրկը նստած է։ Նամզակի ծաղիկ է։ Շատ լավ աղջիկ է, շատ եմ համաձայն, պրոստը համաձայն չեն ասում։ Գիտես ոնց է ֆրանսիան, նամզակի ծաղիկով է եկել։ Մարդու երեխեք։ Այս միջանցքում տեսել է, ով դուր է եկել, հա, անունը ճիշտ է։ Հայ մամա Հասմիկ, ջան, Դա անհարմար բան է, Հետո ինչ արեց տեսա այդ այդտեղ։ տղեն արդեն նստած տեղը դղրդում է անկեղծ ասած, տենց։ Հա, դե հա, բա ինչ պիտի անի։ Ասացի Ժորժ ջան, կներեք ես անհարմար իրավիճակի համար, ասի ես սեն չէի պլանավոր է։ Շնորհակալ, ասի եղբայր մի հատ նստի տեղը, եթե կարաս։ Շնորհակալություն։ Պատրոն տվեցին, փախա ես պարոսել, հետո չեմ իմացել ինչ ա եղել անկեղծ։ Արա գարունը պիտի փոխեր գոհար։ Օրինակ։ Արա սենց է, մատինը մատանի է, նշանացնի կողը սենց Շատ է։ անհարմար իրավիճակ ա եղել քո հետ էլ։ Դու էլ մտածում ես ինչ լավ է, էսի կտրեմ, Հա, գցեմ ինտերնետ, մարդիկ հետաքրքիր աղասի ներկայացման ժամանակ այլ գնալ առաջարկություն։ Աղ, դու ես նա։ Կյանքից մեջ մի անգամ ներկայացում ես առաջարկություն եղավ, էդ էլ տենց է։ Ընթացքում դու ես նացեն, որ ոչ լավ կլինի բանը։ Բայց շատ հավես ա որ հանդիսատես է, եթե էլի բաներ հիշես, պատմի։ Հա։ Դու ինչ կհիշես։ Հոսո։ Ներկայացում։ Նոր սիտկոմ մեկ վերջերս ներկայացրել Մարթամեկը, ով հետևում է Հայկ Ալեքյանին, Մոսոն են եզակի մարդկանցից ով անձամբ ճանաչում է ու մեծացել է Հայկի հետ։ Դե մենք ընկերներ ենք շուտվա։
Իրական է, Հայկը։ Դե հա։ Դե պատմի, Հաստացի, հա։ ձեր մանկությունից պատմի ուրեմն։ Պատմություն, Հայկի հետ կապված պատմություն կա։ Շատ խնդալու, որը տեղի ա ունեցել իրանց գյուղում։ Որ գյուղից է։ Փոքր էինք։ Սևանի կողքերի գյուղերից մեկն է, այտենց կոնկրետ անունը չեմ հիշում, բայց գիտեմ, որ մի 200 մետր քայլում էիր արդեն ափներ Սևան, բայց Քյավառի կողմից, այդ կողմերից էր։ Ինչ-որ բաներ ես մտնում, Քյավառից արա։ Մոտենում եք, էլի։ Բարակ գնում, հետաքննություն է գնում, վերջը։ Գնացել էինք մի հատ տաքսի, այտենց, չգիտեմ ոնց էր, ինչ-որ փողեր ենք այդ ձեռներս, գնացել ենք տաքսով Սևան, առևտուր արել ենք այնտեղ, հանգստանում ենք այս կողմենքով։ Նախ ասեմ, որ արի պատմությունը բանից սկսեմ, Ֆրանսիա-Հայաստան խաղից, Ֆրանսիա-Քյավառ խաղից։ Այդ ինչ է։ Գնացել ենք այնտեղ, վերջը դուրս ենք եկել գյուղում կայլում ենք, ֆրանսիացիներն եկել, այս ֆրանսիացիները այտենց եկել են ինչ-որ մի բան սարքեն այնտեղ, բայց խաբվել են, գցվել են, չգիտեմ ճիշտ է դա իմը ասելը թե չէ, բայց շուտվա բան ա եղել, գցվել էին այս մարդիկ, փողերը չէին տվել, ոչ մի բան չէր եղել, իրանք էլ մի ամիս ապրել էին, խորը փոշման դուրս էին գալի, որ գնային տուն։ Այս մարդկանց գտանք, իրանց լիդերը շատ ուժեղ ֆուտբոլիստ էր, հետո մոտիկացանք, հետո ռեսկի, ոնց որ այլ ընկերություն չկարեցանք անենք, ես ասեմ խի ու կապված ում հետ։ Խաղում ենք, վերջը, այս խաղը հենց սկսվեց, այս մարդկանց հետ պայմանավորվեցինք, բան, իրանք Ֆրանսիայով են, մենք Քյավառով երեխեքին հավաքել ենք, բան, ինքն էլ լավ ֆուտբոլիստ է եղել ժամանակին իմիջիայլոց։ Խաղում են, հա, այս կողմ, այն կողմ, սենց։ Խաղը հենց սկսվեց, այս ֆրանսիացին, այդ ում հետ արդեն ընկերացել ենք, ինքն էր մեզ ծանոթացել մնացածի հետ։ Սենց գնդակը ընկավ ձեռը, խաղաց 1-2 չլեց, Հայկը մի հատ հետևից ինձ պատկատարեց, այս հրա ոտը ջարդվեց, տարան հիվանդանոց։ Ֆրանսիացու։ Հա, հենց այդ է, Սևանի հիվանդանոց տարան, ոտը գիպս դրեցին, ու այդ օրը իրանք ստիպված տծեն, որ ինքը ոտը ջարդած, ստիպված գնաց բան, բայց ամենախնդալուն այդ չի, այդ օրը իրիկունը զանգել ենք ինքը մի հատ ընկեր ունի իրան, իրանց ընդհանուր ընկերներից։ Գիշերվա, բան, այդ ժամանակ այդ իրանց ընկերը ծառայում էր։ Ջերիկացել ենք, զանգում ենք այս կողմ են կողմ, բան վերջը զանգեցինք իրանց տուն, էսի վատ պատմություն եմ պատմում, եթե լսեն ինձ հետո հայհոյեմ ոչինչ լավ։ Զանգում ենք այս մարդկանց տուն, վերցնում են, այդ երեխան էլ ծառայում էր այդ ժամանակ, այդ տղեն, մեր տարիքի տղա էր, ծառայում էր, զանգեցինք, ալո, որ ալո, մամ, ասես ձենել մի տեսակ բան էր, հա, բալես, ինչ է եղել, մամ, ոնց եք, լավ, բալես դու ոնց, մամա, պապա ոնց է, լավա, ու պրիսյակ դեր, պիտի մի քանի օրից պրիսյակ գլներ, ալո, մամ, ուրեմն գալուց հետներդ կբերեք վալան, 3 կիլո պեսոկ ու վերջի զանգից նկարները, լավ, մամ, աֆիցերը գալիս է հաջով, անջատեցինք աղբեր ու գնացել ենք իրանց պրիսյագին տեսել ենք ոնց են բերը հետները վալան, վերջի զանգի նկարները ու թապանցիկ տոպրակով 3 կիլո պեսոկ։ Այդ գիտես որ պատմությունն է։ Այդ գիտես որ պատմությունն է 19 թվին, որ Լիովը հետներս պետքա գար Full House-ի համերգին Ամերիկա։ Սարգսյան Լևոն։ Հա, դա կնդալու։ Ամերիկայի, դա ինքն էլ առաջի անգամ Ամերիկա գնում, տղեկը որոշել է, մեր Հայկը որոշել է, այտենց մի քիչ Լիովի ներվերի հետ խաղար, ասել էր, ապա ինչ ա պետք բան։ Լիովին ասել է, Հայկը Լիովին ասել էր, ախպերս նայ 5-8-ի վրա նկարը տապել մեծացրած։ Մեկ էլ վերջի զանգի դասղեկի հետին նկար մի հատ։ Պապայի արել այդ երկու նկարը եկել էր այրոպորտ։ Ինչ ոտն է։ Դե ամենալավն է, որ չես ասում։ Իրավ դասղեկի նկար չի ֆայմը, որ բաբշե պետք չի։ Ներույթս պիտի տա դեսպանին, են։ Պիտի հավատա։ Խաղ չենք խաղում։ Չէ, դեռ, էլի պատմություններ պատմեք։ Նոր տարվա հետ կապված պատմություններ չկան։ Նոր տարվա հետ կապված պատմություն մի անգամ ծառայության ժամանակ Ղապանում ներկայացում ենք խաղում, ես ու ես Ղապանի թատրոնում ենք ծառայել, sense ասած։ Ներկայացում ենք խաղում։
Ներկայացման վերջն է, ներկայացման մեջ խաղում եմ ուրիշ կերպար, վերջում արդեն փոխվում եմ շուտ, գալիս եմ ձմեռ պապիով, ձմեռ պապի շոյերը հագած, ես զինվոր կարմիր թշերով, դե ծառը ինչքան էլ ընդեղ ենք, դե մեկան դե պլացում ստացվում էր, որ կանգնում էր առավոտ 2 ժամ, ուզեիր չուզեիր, ստեղդ կարմիր էր, այս վերևի մասը։ Փնջուկ էինք ասում, ստեղի կարմիր։ Փնջուկները պետք չէ էլի ձմեռ պապի վաղ գրին քեզ։ Մեկը ստե կարմիր է, դու բանն ես, ձմեռ պապ։ Վերջը կանգնած եմ։ Արա եկավ մտքին, բա երեխու հետ կնկարվես, ձմեռ պապ, արդեն վերջն է, բան խաղացել ենք, քաջարանում ենք, կարծեմ քաջարներ թոլի մեղրի։ Վերջը, արդեն վերջին հատվածն է հասել, կանգնած ձմեռ պապին եկել է, երեխեքը նկարվում են, իրանց հետ պարում են, բան տժում, դե կուլիսում կոնյակը արդեն եղել էր, որ հոպ ձմեռ պապին լավ ամեն ինչ, բան, պարում ենք։ Մտքին, բա երեխու հետ կնկարվես, ես կանգնեցի, ասեցի, հա, նկարվեմ, սենց որ ուզեցի գրկեմ, զգացի, որ տենց մի 10 տարեկանոտ երեխա է։ Չաղ։ Արա ինձնից չաղ։ Ջանում ես ինչ չաղ։ Մեծ երեխա է, բայց չաղ է։ Նորմալ երեխա էր, էլի, որ ոչ մեկ չմտածի, տենց ինքը ինչ որ նորմալ երեխա է։ Մերն էր աննորմալ։ Ասում եմ նկար երեխա։ Ասում եմ արի, սենց կանգնել ենք նկարում, ասում եմ երեխուն գրկի։ Ոնց երեխուն գրկի։ Բահա գրկի, նայում եմ, եկա երեխան նենց նայում դեմքից չէ ասում, չէ, օպար պետք չի։ Դի հասկանալ էլի որ օպար։ Հա, չէ, չգիտեմ հավատում է թե չէ, բայց նայում է դեմքից։ Բա գրկի։ Ասեցի լավ, գրկեմ։ Հիմա ես գրկել եմ այս երեխուն, այսպես սպաղած է։ Գցել եմ մամաները ոնց են դնում կողի վրա երեխուն, չէ։ Պարապած է, չէ, կոնքը։ Մի ոտը ստեյալն է, մի ոտը Լյուբոյ աղջիկ երեխա ինձ ունենում, հոպ։ Կողքը դմեն ու յանգ մի քիչ էս թեքված։ Բան թեթև թեքվում է նստա տեղը առաջախին։ Մեջ կճծարվի։ Վերջ ուր էի հասե։ Որ երեխան Հա, երեխուն գրկեցի։ Սենց գրկել եմ, կանգնել եմ, ասեցի լավ, ինչ անեմ, որ երեխուն ծանր գրկել եմ, ինքն էլ հանկարում է, սենց դեմով անընդհատ մարդիկ են գնում գալի, պատկերացնում եք, չես կանգնած եմ, ուզում եմ դնեմ, ասում եմ չգրկի, գրկում եմ էլի, ծանր տես կանգնեցինք, երկար նայեցինք, վերջը հազիվ նկարեց, չերեզ ինչ-որ մարդկանց գլուխ, ստացավ էտ իրա ուզեց նկարը, դրեցի ես երեխուն արասի, մտքիս մեջ չեն չարը եկավ, ասեցի ինչ անեմ, ինչ չանեմ, հենց տեսա մերը ֆրած, հենց թրաշի ես մորուքի տակից, հենց քաշեցի ռեզիններով էր, հենց դեմքս բացվա, այս հենց արեցի ու պագեցի, Ալիջայանի ձմեռ պապ չկա։ գդ, հենց քաշեցի, այստեղից էր մորուքը, հենց քաշեցի ներքև, հենց ռեզիններով, մորուքը սաղ իջավ ներքև, հետո թողեցի հելավերը, փախավ երեխան։ Դու ինչ հիշեցիր նոր տարվա հետ կապված։ Մեր հարևան Կարլենն էր, Մահացե։ չէ, նոր տարվա հետ կապված, դենվաղ ադա Սխալ բան, սև հումոր էր։ Մահացավ, նոր տարվա հենց գիշերն էր։ ադատներ հարևանների տուն էին գնում բան։ Բուդ ուտելուց։ Նոր տարվա հետ կապված է տապա։ Ասեց, մամ ջան, բլինչիկը բերում եռավ։ Մերն է պատմում։ Մամ ջան, բլինչիկը բերում գնա։ Վերջի բառերը էդ է։ Բարետ է։ Գնացին Կարլենից տուն նոր տարին շնորհավորելու, արա պապայ արավ անկեղծ, բառես բառ ինչ ասում եմ, տենց նստեցինք, սենց արավ։ Աղաս ջան մի հատ կնգազ բդից փորձի։ Բդիր փորձիր, թե Արա կնգազ բդից փորձի։ մտա բդիր Ասես փորձի։ մի ձև եմ եղել, նա։ Կնգած բդիր փորձի։ Ասես մի ձև լարված նստած եմ իմա, դες կինս է կողս։ գնաց է հյուր։ Բդիր Դեսի, փորձի։ դե լսի։ Կինս է կողս, հա։ Չէ, ոնց կնգազ բդից փորձին, որն հա։ Կնգազ եմ նայում, կնիկս ասում, հա դե փորձի ինչ կա։ Ի, ասում լուրջ ես ասում։ Կարելի է։ Համաձայ։ Կարելի է։ Վերջը պարզից հա դե տենց են արտահայտում կիննաբուդը սարքի։ Դե հա, դե պարզ է։ Սև հումորներից էլ արի հետ պապկան է բաց։ Սև հումոր էլի ներկայացում ենք խաղում։ Համազգային թատրոնի ներկայացումը չունեին իրանք մի տարի, մենք առաջին 1.5 կուրս էինք մեր ինստիտուտում։ Մեր լուսայի շատակ Տիգրան Գևորգյանը բեմադրել էր Բուրատինոյի արկածները։ Դրանց իրանք փոխեցին արագի մեջ, ինքը դարձավ Բուրատինոյի արկածները, որտեղ վերջում հայտնվում է ձմեռ պապին, դե դա չէ, Յորգեքին հետաքրքիր, վերջում ձմեռ պապին կա նվերտա, հետո նկարվեն տոնածառի կողք։ Մենք այդ 1.5 կուրսան երեխեք մեզ ոնց որ վստահել են այդ համազգային թատրոնի ցելի յոլկեն այդ շրջանը, համերը կան ներկայացում ահագին։
Մենք էլ երեխա ենք, օրը 4 ներկայացում, 4 սեանս օրը։ Բուրատինոյի արկած ենք խաղում 500 դրամով։ Պակլոնն եկավ, մի հատ լիպոն ենք, լիպոնը ցենց պակլոն ենք տալիս, ցենց անում 500 եկավ երեխեք։ Գրանալից 500 եկավ։ Այսինքն էր, 500 եկավ բանը։ Վերջը, սև բանը մեր կուրսի Նազիկը Բաղդասարյան, հիմա կսած ինքը դերասանուհի է էլի, Նազոն։ Հա։ Այս Նազոն էլի հիմա իր հիմիկվա ամուսինը, այն ժամանակ Արտուրը, իրանք նոր աղունիկներ էին այն ժամանակ։ Գուլի խաղում էին ինստիտուտում գալի գնում էր, բան Արտուրը վերջը, Արտուրս բերել է Նազոին։ Մի հատ sense փափուկ խաղալիք, ես էլ ինստիտուտում ջարդողն էի, ինձ որ մի բան էին տալիս, sense խաղում էի, ջարդվում էր ինքը, որ անսամտ են ասում, չէ՞, դրանց sense ինչ-որ։ Ինչի կպնում ընկնում այն։ Ասին ասում, մի հատ տնամետ ինչ արջուկանով իրել, բանը Արտուրը ասաց, չէ։ Մեկ տուր նայեմ, երկու տուր նայեմ, չեմ տալի, ասացի լավ նազ, եղավ։ Պահեց իր արջուկը, գնաց ինքն է Մալվինա է խաղում։ Ես էլ չկամ այդ տեսարանում, ինքն էլ Մալվինան, Արտեմոնը բան ընդեղ են, sense Բուրատինոն, բանալին գտել են ինչ-որ խառը 10 կեկի մեջ է։ Այդ արջուկը սկզբից ոտ է։ Ես եք զանգեմ կյանքս։ Շատ անմիջական է։ Շատ անմիջական։ Սխալ էին զանգ։ Սկզբից ոտը։ Սխալ էին զանգ։ Հետո sense ոտը որ գցեցի, սկլոր ոտ էր այդ արջուկի, sense ընկավ բեմ, ինքը sense Բուրատինո, այդ օի վրա sense գլորվեց sense դեմս։ Գիտես ոնց լեցվավ սիրտը, մտածեցին, էս ինչ է եղել Բուրատինո ինչ, երես Բուրատինո, ու sense այդ հայի վրա այն մյուս ոտը։ Ինքը միջև եմ որ չգիտի բեմից փախնի ինչ անի, ձեռը գնց դեմը։ Սիրուն արջուկը, այսպես ասած ռասկուլաճի տարեցինք։ Նազան դուրս եկա, բայց միջև հիմա որ հիշում խնդում ենք այդ պատմության վրա։ Հա, չէ մեր կուրսով մենք շատ եմ որ միջև հիմա շատ մոտ ենք իրար հետ, հա։ Հիմա խաղալու ենք թե, բայց մինչ այդ հիշեցնեմ, որ հենց հիմա կարող եք ներբեռնել Glovo եւ պատվիրել քաղաքի լավագույն ռեստորաններից համեղ ուտեստներ ու վայելել հենց այնպեսը Glovo-ի հետ։ Հատկապես այն դեպքում, որ Glovo-ում կան զեղչեր հատուկ հենց այնպեսի հետևորդների համար։ Օգտագործեք հենց այնպես պրոմո կոդը եւ առաջին պատվերի ժամանակ կստանաք զեղչեր։ Հիմա խաղալու ենք թե Այն որ Անին ուզում էր։ Այո, այրի մնալ։ Անին ուզում էր այրի մնալ այդ խաղի վաղ։ Հա։ Թե այդ խաղանը։ Թե խաղա։ Թե։ Աղաս։ Այո։ Նրանցից միայն մեկը պետք է գրի սցենար քո նոր ստենդափի համար։ Okay։ Ում կընտրես, Չարենց թե Արմուշ։ Չարենց։ Չարենց թե Ռաֆայել Գերանոսյան։ Չարենց թե Արամեն Պետրի։ Արամեն Պետրին սցենարիստ է, չգիտեմ։ Մեծ մասը սցենարիստ չի։ Չարենց։ Ուղղակի հումորով են, հումորիստ է։ Չարենց թե Վաչե Թովմասյան։ Վաչե Թովմասյան։ Վաչե Թովմասյան թե Գարիկ Պապոյան։ Գարիկ Պապոյան։ Գարիկ թե Ռոբ։ Ռոբ։ Ռոբ թե Մենչ։ Ռոբ։ Ռոբ թե Գրիգոր Դանիելյան։ Գրիգոր Դանիելյան։ Եվ վերջին հարցը, Գրիգոր Դանիելյան թե Գարիկ Սեփանյան։ Գրիգոր Դանիելյան։ Գրիգոր Դանիելյանը հաղթեց, այդքան բարդ չէր։ Չէ, լավ էր։ Մոսո։ Իմ լավ է պրովոկացիա։ Չէ։ Քոնը ավելի պրովոկացիոն։ Լուրջ։ Հո։ Գնաց։ Դու կարող ես նրանցից մեկին անհետացնել Full House-ի մեկ սեզոնից։ Ես եմ։ Կընտրես։ Աղջի։ Արդեն նկարահանված սեզոններից մեկից կարաս իրանցից մեկին անհետացնես։ Ում ես ընտրում։ Հերթով հիմա գնում, հա։ Աղաս Մանուկյան թե Միրան Ծառուկյան։ Հերոխով սուսա։ Հա։ Չկա ուրիշ հարցեր։ Չէ։ Այդպես բան հարցեր։ Չէ, հանգիստ պատասխանի ասա։ Հալա, բոլորն է պատասխանում են կատակը։ Ինչի, նայած ինչի համար ենք դիտում, որպես հերոս, որը պետք է գերեր 14-ամյա երեխաներին, թե որպես հումորիստ, որ եկել էր ինչ-որ
Հումորային բանաներ, Դու ջան։ կարաս նկարված սեզոններից մեկից իրանցից մեկին։ Հա, Միրոյին եմ ընտրում, որտեղ աղաս ուշ է եկել։ Okay. Ես լավ կռուտի տարեցի։ Շատ լավ։ Միրան Ծառուկյան թե Գոր Հակոբյան։ Բրական այդ հարցերը աղասին տայք, ինձ են մյուսը տայք։ Հիմա պիտի մեկին հանեմ։ Ինձ տխուր ես նայում, ոնց որ դու չես այդ հարցերի հետ իմը։ Ուղղակի նաև Մարդկությունը վերացել։ Հա, հիմա ինչ որ բան գրում եմ, հարց բայց է։ հետո որ ասում եմ բարձրացան, գրելուց այսքան դաժան չի, էլի։ Լավ, հիմա Միրանի հետ աշխատում ենք։ Ուզում եմ հիմա բանը պրոդյուսերս, հա։ Ես այդ պատճառով կընտրեմ, որ Միրանը դուրս գա։ Ու ես իր կնոջ ամուսինն եմ դուրս։ Որ Միրանը։ Ես այդ պատճառով կընտրեմ, որ Միրանը դուրս գա։ Միրանը անհետանա։ Ահա։ Հա, շարունակում Դե ենք պրոդյուսերս է, պետք է լավ բան Միրան անեմ, թե Գարիկ Սեփխանյան։ Միրանը չի մնում, Գորիկն է մնում։ Գորին անհետացնում է սեզոնից։ Չէ, Միրանին որպես ինձ պրոդյուսեր Հարցը հիշում ես։ Հա, հիշում եմ։ Դրա բան եմ, որ հիմա մենք իրար հետ աշխատում ենք, հիմա մեր մոտ ամեն ինչ շատ լավ է։ Այդ ամեն ինչ լսեցինք։ Ընկերներ ենք մենք Այդ դրա մասին չի։ մտերիմ ու Հասկանում ենք, որ իրան շատ լավ է ամեն ինչ ու մենք իրար հետ շատ սիրով ենք ու հիմա Մոս ով անհետանա, Միրանը թե Գորը։ ինքն է ինձ հացի փող տալիս, այդ իսկ պատճառով վերանում է Միրանը, մնում է Գորիկը։ Այսինքն Գորին անհետացնում է սեզոններից մեկից։ Չէ, Միրանին չեմ կարող բարձ ասել։ Ով անհետանում, Միրանը թե Գորը։ Միրանը։ Միրանը։ Հա, քանի որ Միրանի։ Չէ, խնդրում եմ։ Խնդրում եմ Միրան։ Լավ, Միրան Ծառուկյան թե Գարիկ Սեփխանյան։ Ասում եմ Գորիկն է մնում, այ բալա, Միրանը գնաց։ Միրանը մնում է Քանի բոլոր որ սեզոններում։ Միրանի հետ մենք հիմա շատ ենք իրար հետ ամեն օր իրար տենում Ես ենք։ փոխում եմ հարցը։ Ամեն օր իրար տենում Փոխում եմ ենք։ հարցը։ Աշխատում ենք Փոխում իրար եմ հետ։ հարցը։ Դիքին Իրար պրոդյուսերն ամեն է։ ջջում եմ այս։ Սիրով է ամեն ինչ մեր մոտ, այն որ շատ ենք իրար այս վերջերս տենում։ Գորիկ կարոտում եմ, թողիկ գնա Գորիկը մնա, ինչ մեջ կլինի։ Նորից թեթ ենք խաղում, ուրիշ հարց եմ տալիս։ Գնաց։ Նրանցից ում հետ կգիսեիր սենյակ։ Դավայ։ Ճանապարհության ժամանակ։ Աղաս Մանուկյան թե Միրան Ծառուկյան։ Աղաս Մանուկյան, Աղաս Մանուկյան թե Գոր Հակոբյան։ Գոր Հակոբյան, Գոր Հակոբյան թե Գարիկ Սեփխանյան։ Գոր Հակոբյան։ Ասում ես Միրանը, որովհետեւ Պրովոկացիոն հարց է, սենյակ կիսել է։ Պրոստը Ուր գնացել եք։ պահը գտնում ենք Միրոյին գովար։ Մենք ուր գնացել ենք Գորի հետ նույն սենակում ենք մնացել։ Գոր Հակոբյան թե համբես ամուսնները չեմ կարա այդ ամբողջիկներն են։ Այդ կան սեզոնին էլի։ Ուզում եմ իմանամ ում կջնջեիր սեզոններից մեկը։ Այդ դե վсё, Միրոյի չառնա։ Գոր Հակոբյան։ Գոր Լավ, Հակոբյան։ արի սկզբից գնանք։ Աղաս թե Միրան։ Ընտրեցիր Միրան, Միրան։ Միրան թե Գոր։ Գոր, Գոր թե Գարիկ։ Գարիկ, Գարիկ թե Անի Երանյան։ Անի Երանյան։ Անին կջնջես սեզոնից։ Չէ, հերթով այդ մանունը չեմ տալիս ինքն է։ Ոչ ոտ ես խաղում մոսո։ Մամ։ Անի թե Արփի։ Անին է ասանցածը։ Հա։ Արփի։ Մարջան թե Արփի։ Մարջան։ Մեկու մեջ պրինցիպով է խաղում։ Այլի, հերթով թողում եմ։ Մարջան թե Գրիգոր։ Գրիգոր, Գրիգոր թե Մենջ։ Մենջ, Մենջ թե Աղաս։ աղաս։ Նայ շատ անհարթորս։ Բա, որովհետև սխալ հարց է դա։ Զանգ եմ։ Ում է զանգում։ Մամային։ Մամայի։ Լավ, լուրջ չես խաղալու։ Դու կլինես առաջի հյուրը, որ ճիշտ չխաղաց։ Բայց հենա պատասխանեցի սա։ Չեմ պատասխանել։ Ճիշտ ես, ասնեմ Հա։ ես պատասխանը։ Իրոք Մենջը հաղթեց։ Մենջին կանհետացնեիր։ Բայց չէ, նայ, հիմա ում անունը տալիս եմ ինքն անհետանում։ Հա, լսի, նոր հասկացար։ Ջո գիտեր։ Բա այն վաղ ասում եմ Միրան Ծառուկյան, ասում ես Միրան Ծառուկյանը չանհետացավ։ Չէ, Միրան Ասում եմ դրա համար Միրան Նրանցից- Ծառուկյանին հանում ենք, մնում է Գոր Հակոբյանը։ Հետո շարունակվում։ Հիմա արի հարցը սենց ձևակերպել։ Լավ։ Հիմա ում անունը տաս, Լավ։ ինքը պետք է անհետանա։ Լավ, Լավ։ հարցը կրկին փոխում եմ։ Նոր Տեսեց։ եթերաշրջանը Full House-ի Ահա։ սիտկոմի։ Ոչ թե ֆիլմի։
Ու նոր եթերաշրջանի համար պիտի ընտրես նրանցից մեկին, ով կարա խաղա այդ։ Ով կարա խաղա։ Եթերաշրջանում։ Դու ու նրանցից միայն մեկը։ Այսինքն Ում անունը տամ ինքը մնում է։ ընտրում ես այդ հաղթողը մրցում է մյուսի հետ։ Ես չփանց էի հասկացել։ Հիմա նոր հարց է։ Նոր եթերաշրջանում նրանցից ում կընտրես, որ խաղա։ Երբ։ Ցենտրվարին։ Okay։ Աղաս թե Միրան։ Աղաս։ Աղաս թե Գոր։ Գոր։ Գոր թե Գարիկ, լուրջ նույն պրինցիպով է խաղա։ Գարիկ։ Գարիկ, Գարիկ թե Անի Երանյան։ Անի Երանյան։ Անի թե Արփի։ Արփի ասելու։ Արփի։ Նույն պրինցիպով այս։ Բայց ճիշտ եմ ասում Հա, ապա։ օքեյ։ Արփի թե Մարջան։ Մարջան։ Մարջան թե Գոքոր։ Գրիգոր։ Գրիգոր։ Գրիգոր թե Մենջ։ Չբարդ հարցը։ Խաղալ է։ Մենջ։ Մենջը հաղթեց։ Նույն պրինցիպով Բոլոր գնա։ հնարավոր հարցերով Մենջը հաղթեց, դու Մենջը կնկարեք Դոր Full House-ից։ Всё։ Անցնում ենք առաջ ու խաղում ենք գուշակիրով է։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը եւ այսքան ճանապարհորդող մարդիկ պետք է անպայման օգտվեն Արարատ բանկի Mastercard World Travel քարտից, հատկապես այն դեպքում, որ հաշված օրեր են մնացել մինչ նոր ակցիան կավարտվի։ Ակցիային մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 31-ը իրականացրեք առնվազն 10 անկանխիկ գործարք Mastercard World Travel քարտով եւ յուրաքանչյուր 10 անկանխիկ գործարքի համար ստացեք ակցիայի մասնակցության 1 կտրոն։ Հնարավորություն կունենաք շահելու 5 ուղևորության փաթեթներից մեկը նախատեսված 2 հոգու համար։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով, իսկ հաղթողի անունը կիմանանք հունվարի 15-ին։ Հաշված օրեր են մնացել, այնպես որ ձեր ամանորի նվերները գնեք հենց Արարատ բանկի Mastercard World Travel քարտով եւ մասնակցեք այս ակցիային։ Ուղղությունը ընտրում ես դու։ Նոր տարին սկսեք նոր ուղղություններով։ Արարատ բանկ։ Կարող մեծացնես։ Մեծացրեք էլի։ Ինչ մեծ գլուխ եմ ծավալել։ Բայց մի հուշ։ Փոքր ժամանակ երկարը բզիկ չեն արել։ Так, սկսեցինք։ Տղամարդ է, Հա։ հումորիստ է։ Հա։ Yeah։ Այս դեշկու։ Full House-ից է։ Չէ։ Ես իր այդ անձնական շփում ունեմ։ Հա։ Չեմ տեսել որ մոտիկ լինի, բայց հա օգնեմ։ Էլի դաղություն արեցի։ Մեր տարիքի է։ Հա չէ, այլ մարդ, մեծ մարդ։ Կատակյանը, չէ, մեր տարիքի չի։ Այսինքն ավելի մեծ է։ Ասել են չուշես։ Դե հարց է։ 7-րդ հարցն է։ 7 արդեն։ Չես կուշակելու։ Խի։ 3 հատ արստվեցիր, 7 հաշվեցին։ Մեր բակում խաղացել է։ Հենց ձեր գիրովական։ Մեր բակ պրոյեկտում։ Մեր բակ պրոյեկտում խաղացել է։ Ապեր, նայ։ Կարծեմ ես վերջում որ նկարել են, դրանցից մեկում հա են, հներում չէ։ Այդ չի կարա գլխով այլ ցանել դրամ։ Ես չեմ հիշում։ Վերջինում խաղացել է։ Կային, էլ իրանք էին, բայց Հա։ Գոբոբ։ Լավ, չենք հիշում։ Երկու հարց մնաց, այսինքն։ Երկու հարց եւ մեկ անուն հնչեցնելու հնարավորություն։ Հումորիստ։ Մեր բակում խաղացել է լավ հարց է։ պրոստը ինչ մտքով անցավ էլի։ Հա, բայց շատ լավ հարց է։ Պոեզ նստում, բան։ Շատ մարդ էս բացառում։ Ձախլիկա։ Հումորիստ, տարիքով մեծ։ Դու տարիքով մեծ չէ, ախպեր ասա։ Պատասխան ես տալու։ Ներկայացումներ մենակով ինքը խաղում է։
Stand-up բան, տենց չէ։ Վերջին հարցը։ Լավ, ես թողում եմ մի հատ էլի։ Իմ չգիտեմ, ում խաթր։ Աս։ Ինչ ասեմ։ Սազում է, բայց քեզ այդ ապատը։ Հարց տամ։ Կարաս դրանով դուրս գաս։ Ինչքան երկար մտածես, այնքան էս բաները մեր գլխին երկար ենք ստե մնալու։ Ախր հումորիստ տարիքով ու մեր բակում չի խաղացել, այս լիքը մարդ արդեն մտքից չի գալի, էլի։ Ի՞։ Տենց։ Հա։ Դու մեր բակ ասած տեղ ես վերջի տենց այդ մեր բակ ենք, Առաջ հա։ երկու մեր բակերի հետ ես, չէ՞ դու։ Հա, Չէ, այդտեղ չէ։ Չի, չի։ դե բատեմ ես։ Դե հենց եթե դրանց մասնախոսքը չէ ախպեր։ Հա, Վերջին հարցը աղաս։ օ, Հա։ Ջան։ հիմա ձեր սիթքոմում խաղում, հա։ Չէ։ Վերջ, գուշակում ես ով է։ Հիմա ես եմ հարցնում։ Չէ, մի րոպե, թող ասի Գուշակի։ անը։ Հələ ճիշտ է, դու Թող գուշակի։ չգուշակի նոր։ Դե չի գուշակել։ Չի Եթե գուշակել։ գուշակեց ակամջի մեջ փուճուր բան կա ապրող։ Բարձած է նայելա, եկե ասեմ։ Անտեսանել եմ ազերի մեջով գնաց է նայելա։ Ասեմ։ Չէ, դե լավ չեմ կարող գուշակել, Այ մտա անուն դու պրոստը։ Ինչ անուն տամ։ Ճիշտ ես գուշակել։ Չի խաղում։ Այ դու ճիշտ ես ասել, մի հատ պրոստը անուն, sense կրակի։ Ասա։ Լևոն Մնացականյան։ Ոչ, Էդ ո՞վ է։ չգիտեմ ով է։ Դու գիտես ով է։ Չէ, պրոստո։ Яра, Արա, դե լավ, որո։ Արմանդային էր։ Օրոդերովորո։ Հա դե ասել մեր տարիքի, այլ ինչի՞ Ոնց է մեր տարիքի 50 տարեկան է հեսա դառնում Արմանդային, հա, ինգե։ 48-ա։ Ես եմ։ Հա։ Դու պատժելու ես աղասին։ Հումորի հետ կապ ունի, Հա, բոյով է։ չէ։ Հումորի հետ կապ ունի, բոյով չի։ Հա։ Հումորի հետ կապ ունի, բոյով չի։ Խոսքի Աղասին հումորի չի։ հետ կապ ունի։ Հա խոսքի ես չեմ։ Ասենք վումսից, հա։ Պիստոլետ։ Ոչ շոտ Այ, լավ քերի։ Ասենք դա ինչ էր։ Դե բոյովը որ չի, արդեն մի քանի հոգի դուրս են գալի։ Պիստոլետը մոտեցնա է ապեր։ Զառանա։ Չէ, նայ դու զարային էլ հանեցիր այդ ամեն ինչի մեջից։ Տղա է։ Այո։ Մի հատ հարցնում դու կարող ես իմանաս մեր հայացից, հա։ Չէ։ Ո՞վ է ձեր հայացքը։ Էլ լավ, սպասի։ Ես գիտեմ, չէ, ես գիտեմ։ Հա, դու գիտես։ Ես գիտեմ ով է իրանց հայացներից, ովքեր։ Հա։ Կոլոտա, Հա։ բոնին, հա։ Նայ երկրորդ պիստոլետը։ Ա, բայց մեկը դու պատժվելու ես։ Ինչ է նշանակում պատժվելու ես, այդ ինչ Այո։ խաղ է։ Ովքեր մա պատժվում է, տենց է, Բայց չէ։ ինչ է կանում։ Քո դեպքում ով կա։ Ովքեր մա Ես գրեցի պատժվեցի։ Հա։ Թաքեք Հանի ինձ։ նկարը ուզում ես։ Կարոտեմ քեզ։ վերջում է։ կարող եմ քեզ։ Բանջա։ Մեր գործընկերն է Ital Solar-ը եւ ընդամենը հաշված օրեր են մնացել մինչեւ դեկտեմբերի 30-ը, որպեսզի մասնակցեք այս ակցիային եւ առաջարկին։ Մինչեւ դեկտեմբերի 30-ը Ital Solar-ի ձեռք բերելով 10 եւ ավելի կիլովատ հզորությամբ արևային կայան, ստանում եք նվեր Երևան City 200,000 դրամի նվեր քարտ։ Մի վճարեք թե հոսանքի դիմաց, թե ամանորյա սեղանի։ Զանգահարեք 8128 եւ ստացեք անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ Հայտնի կամ ոչ հայտնի երգերից երգտողա ու ամբողջ արտահայտությունը պետք է մնջախաղով ցույց տաք պանտոմիմա նույնիսկ։ Կարևոր չի երգը իմանա, կարևոր է այդ ամբողջ արտահայտությունը առանց խոսքերի ցույց տալ։ Կարամ ես ասեմ։ Դավայ։
տուն։ Սար տեսնում եմ սարեր, ժայռեր։ Տունա, օքեյ։ Հերվում տեսնում եմ տուն, տնակ։ Արարատ։ Ահա։ Արարատի իմ տունն է, տեսնում եմ Արարատը։ Փող ես ինձ տալի, շատ։ Ահա։ Հետո ես Չսանում։ Արարատի ու տան հետ իսկ կապ ունի, ես քեզ փող եմ տալի։ Օրկուրի գանց, նայ։ Տուն տեսար հերվում տեսար Արարատը այո չեմ ավատ ինչ ասացի կարդիոգրամ է թե Արարատն է Yes Չէ Մենակ ես մենք տունն ես ասում Տունն եմ մենակ ժողեմ ես ֆանտազիա չունեմ Всё, նայ Տուն Տեսա տուն, Արարատ։ Արարատի իմ տունն է։ Երթուր Արարատը ձեր տունն է։ Չէ, Արարատը մեր լեռն է вообще։ Լսի։ Տեսնեմ մասիսը։ Կարաս։ Չէ։ Երկրորդ տողը բացատրեմ։ Երկրորդ տողը բացատրի մի կարելի։ Նենց էլ բառը կգրեմ մեջ։ Բայց հասկացել ես, որ երկն է։ Հա, ոչ չէ։ Հա։ Ապրել եք այդ երկով։ Ահա։ Ոչե։ Տուն իմ հայրենի։ Մասիսը տխուր չէ։ Մասիսը տխուր է։ Չէ։ Մասիսը տուն։ Ուզում ասի Արարատը չի մասիսն է։ Ապրես։ Մերսի, բասա։ Տուն։ Տունով ասկսեմ, բրատ։ Այդ բառով ասկսեմ։ Տուն, հա, տուն։ Դե տան։ Տուն։ Okay, տուն։ Տեսնել, տեսնում եմ։ Տեսա։ Տեսա թե տեսնում եմ։ Մի հանվի։ Արարատ չկա էլ, չի երևի։ Հա, տեսա Արարատը։ Տնից տեսա Արարատը։ Մասիսը։ Տնից տեսա մաս, տենց երկա, տնից տեսա մասիսը։ Երկրորդ տողը բացատրի։ Էդի։ Okay, տուն տեսա մասիս, հետո այդ երկրորդ տողը որ ասես, մենք կարող է կպցնեմ իրար, էլի։ Ինչ կա։ Բայց կա։ Փող չկա, հա։ Էս ի՞նչ է։ Փող ես տալի, ան քեզ ախպեր, հա։ Շատ փող։ Ահա։ Մի րոպե, մասիս, տուն։ Մասիս տուն, տեսա, շատ փող եմ քեզ տալի։ Ինչ ես կարծում ինքը գիտի ես երկ։ Իս տով ասենք, չգիտեմ, այբուբենից լավ գիտի ես երկ։ Փող եմ քեզ տալի։ Խաղալ չգիտես ախ։ Չէ, չեմ կարող ասեմ, չէ, անկեղծ։ Full House-ից։ Տուն դեպի մասիս նայող, տալ պատրաստ ենք լիքը փող, որ ունենաս full house։ Full House։ Ապրես, բայց լավ է։ Չեղ տախարի պես։ Զգվում է կարամ հետ բանգի Սկսի լավ, սկսի լավ, մեկը խալ չգիտես։ Հա։ Դու ուզում ես։ Ահա։ Արցունքը դիցյան։ Ես ուզում եմ անձրև, չէ, ես կդորոն եմ անձրև, չէ։ Ես անձրևի կաթիլ, Ահա։ անձրևի բոլոր կաթիլները քեզ եմ նվիրում, աստղերը, բոլոր աստղերը, չէ՞ արա։ Հա։ Ես երկրորդ տողն եմ ասում։ Իմ ես մեռնեմ քո պատկերին մարմնին նազանքին ես մեռնեմ քո նազանքին ալեհեր նազ գժվել ես
Ապա ես մեռնեմ քո ալեհեր, չէ, ես մեռնեմ քո նազանքին, բարին։ Ես մեռնեմ քո, չէ։ Ես ուզում եմ քեզ, ես ուզում եմ անձրև գա, որ ավտոց սղա ավերատաս մեռնես։ Ինչ բադ երկա։ Չէ, չի ջոգելու, բայց բառեր կա, տոշնի ասում։ Ես ուզում եմ անձրևը արցունքի կաթիլ կա դրա մեջ։ Կաթ, անձրև է եկել, կաթ։ Չէ։ Ես մեռնեմ քո ջանին, քո նազանքին, շարժու ձևին։ Ես մեռնեմ քո նազան շարժու ձևին։ Ես մեռնեմ, չէ։ Ես մեռնեմ քո կարող չի լինել։ Նազանքով շարժու ձևით, հա իրական գուշակ։ Ես մեռնեմ քո նազանքով շարժու ձևით։ Էդի չգիտեմ այդ։ Ես կուզեմ մեռնիմ կաթիլը, չէ, երկը չգիտեմ անգիր։ Այդ պրոջեկտը։ Հայը շատ եմ սիրում, բայց շատ լավ խաղացիք ամեն դեպքում։ Բայց նայում է ես բառերը։ Հա, շարժու ձևը շատ լավ գուշակեց, ասա։ Ital Solar ժամանակն է ստանալ ավելին։ Բայց միևնույնն է երկուսդ էլ պատժվում եք ու հիմա որոշում եք ով ում ազանգում կամ ինչ անում։ Դա պատիժը։ Հա։ Հիմա ես պիտի որոշեմ ինքը ում զանգի ինչ անի։ Պատժում է Սաղասին։ Իրական նենց բան։ Խայտարականը։ Իրական նենց բան մտածի, որ Բնականաբար։ որ ինքը իրան անհարմար զգա։ Քեզ զանգել ենք, չէ՞։ Հա։ Ով էր զանգել։ Գոքոր զանգել։ Փող է։ Պարտքով փող է։ Ճիշտ է, ասում ենք դաժե թող բերի գնանք նկարենք Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ։ Ասում ես խայտարակ չես ուզում, չէ՞ լա։ Դե գլոբալ չէ, բնականաբար։ Արի ես ասեմ։ Արի դու զանգի։ Զանգի, հա դու ես ասում։ Ասա լավ դու։ Զանգի Միրոին։ Հա։ Ասա Միրանը ապետ։ գիտի որ ստեղ ես։ Հա, Միրոն կարող է գիտի որ ստեղ։ Արփինեն գիտի, Միրոնը հաստատ։ Արփին գիտեն, հա։ Այցել լավ։ Հա, ճիշտ է, ինձ Փինիկն ասա։ Ով։ Արփինեն։ Փինիկի։ Մարջան։ Աջիկը ստե, հա։ Այո, ստեղ է։ Հա։ Այո, Մարջան։ Ինչ զանգ եմ Մարջին ասում, ախպեր ասած։ Դու զանգի բանին։ Չէ, որ դու էլ զանգես, Միրոն կիմանա որ ստեղից է զանգում կա։ Զանգի Հայկին Արեքյան։ Դու զանգի Հայկին Արեքյան։ Ուզում եմ ինչ-որ մեկը զանգի Հայկին Արեքյան։ Կզանգես Հայկին։ Հա։ 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 Հիմա գրում ես, որ զանգում ես։ Չէ, էսի հիմա Հա, լավ, չէ։ Իրա համարն է։ Չասեմ որ կնգաս հետ եմ խոսում, չասեն ամի անգամից հանեցել չի կարող չպատասխանի, հաղորդման այլ է չպատասխան։ Вообще տես բան չկա, բայց Ախպերս։ Ապե զանգի Հայկովին։ Լսի, մոս։ ես տանեմ, մի տեղ խառն է։ Ինգա դες ասի։ Okay, կյանքս 3 հատ բաժիկ։ 3 հատ բաժիկ։ 2 հատ։ 3 հատ որ դրա մոտ տաշնի է, էլի։ Ապե զանգի Հայկես, որ չգա հետո դրանից։ Զանգի Հայկոին Ալեքյան։ Տխուր ես, չէ, տխուր։ Բոլոր կանայք նույնն։ Հա, բաս։ Ասում ես։ Մի անգամից գալ։ Զադա չեմ Որ զանգումը խառնես, հա կյանքս, հա։ Դե աղասի բանը ստենդափի մեջ էլ։ Հա։ Հա, կյանքս, հա։ Լավ, հա։ Անջատում ես կես վարքյան հետո տխուր ես, բայց տխուր չես, նստած ես, նստե որ դες կարած։ Ես վերջերս մի տեսակ ես, ես վերջերս Մի մտքերով։ տեսակ Սա ես։ իրանց թվում է որ մենք մի սաղ ես վերջերս։ Մի տեսակ էիր։ Մեր մասին է պատմում։ Ես վերջերս հայացքդ փոխվել է։ Որսա։ Դե արա, ես քանի տարի չի փոխվել, ես վերջ 2 օրը։ Քշերը քնեցու ես վերջերս դարել են քուրուախ։ Որսա հետ յախնդա։ Ես վերջերս դարել են քուրու ախպեր, Ես վերջերս դարել են քուրուախ բեր։ Աստված չանի մեր տվերում տեսմանն է։ Դե գնամ papaին գրկեմ կնեմ։ Ապե զանգի Հայկոին Ալեքյան։ Հա։ Ասա ախպերս երկրորդ սերիայից սկսած ոնց որ TV-ից բողոքներ ա եկել, չեն հավանել ամենավերևները։ Հորսավ քուր է տալու։ Պիտի չասեմ հորսավը։ Բայց ինչի։ Մաֆիա չենք խո։ Հա, տենց կարա լինի։ Չէ, դե
Ասապե խորհրդակցեցինք, որ ոնց հասկացանք, ոնց որ դել չենք ուզում դու սիթքոմի հետ կապ ունենաս, սցենարնի բան, ինչ արել ես ապրես։ Չի հավատա, Չի հավատա։ Սիրոմոսին չի սիտկոմը։ Այդ մեր բալեն հա մենք դրանից ոնց հրաժարվենք այդ բալը։ Ուրիշ։ Ասա դերասանին են ուզում, քո Հայկի դերասանին ուզում են փոխեն։ Խնդիր ա եղել ինչ որ Արմանի հետ։ Կարող է զանգեմ ուրիշ բան ասեմ, ասենք ինչ որ թազը պրոյեկտ են ուզել, բայց բանի մասին ասենք, չգիտեմ։ Պինգվինների զարգացման չէ, պրոստը եմ ասում։ Էկ կոկորդիլոսը։ Կրակալի կենայի ասա բանա։ 10 պլյուսն։ Ասա հայը Երևանում ասա մի հատ բանա կբացվի։ Արա խնդալու բան ասեմ, լսի։ Ասա Երևանում մի հատ կլինիկա եմ ուզում բացեմ, դու։ Չի հավատա, կհավատա։ Մոս եւ մանկան առողջության Մոս եւ մանկան առևտրի կենտրոն։ Ասա չէ, ասա բանա, ասա մի հատ կլինիկա է բացվել, ախպերս գովազդ են ուզում, գովազդի սցենար են ուզում, գիտեմ որ Գորիկը ստեղ, հա։ հա, Զանգի ծոյի։ բայց մի հատ կլսես։ Չէ, դու լսի։ Հա, լավ։ Զանգի գորիկը։ Գորի դա նախապես ասեմ, քֆուրով կատակ կա էլի, ես միշտ աջդեմ իսկ զգուշացնում լավ։ Չէ, բայց չեմ կարող զգուշացնել։ Որ չես կարող զգուշացնել, ուրեմն աղջկա պիտի զանգենք, ընկեր, ես միակ տարբերակն է։ Նայա զոր աղջկա, նենց կարող էլի քֆուրտան։ Բայց քֆուրտան խիեմ իրան զանգե։ Հա, կարող։ Հայկին զանգի ամեն դեպքում։ Ապա Հայկին զանգի ասա մի հատ կլինիկա է բացվել, գովազդի սցենար են ուզում, ախպերս։ Հա։ Հենց ասի ինչ կլինիկա է, ասա փոկերի այրվածքաբանության կենտրոն են բացում Երևանում։ Հա, ասեմ բանը, Ասա 10-ից 15000 դրամ փող ունեն այս բան գովազդի համար, կարող են այդքան նախատեսեն։ Ես էլ ասել եմ, որ կգրես։ Մոտ մարդա խոսք եմ տվել։ Կարաս ուղակի զանգես խոսած, մենք ուզում ենք Հայկի ձենը լսենք։ Միկրոֆոնին մոտիկ բայ։ Հայկո ուր ես։ Հարմար է տեղը տապր մի հատ հարց տամ։ Հայկո լսի, ուրեմն մի հատ կլինիկա է բացվում Հայաստանում, բայց տենց բան չի, էլի կոսմետիկ չի, բյութի չի, ես գիտեմ, այդտեղ բան ունես, կոնտրակտ ունես։ Ինքը կենթանիների համար է, էլի։ Ուզում են պինգվինների բազմացման կենտրոն բացել։ Բանում, Ծաղկաձոր։ Հիմա դրա վրով գովազդ են ուզում, բայց էլի տենց որ կապես, էլի բանի հետ։ Կիսուրների հետ կապվես, էլ որ կիսուր պինգվինը բան այսեն։ Քիչ են ունենում, կարող ունեն։ Մենակ զոհ Մենակ կեսրար են ունեն։ Լավ կեսրար են, շատ ունքերով պինգվինների մասին։ Բաժանախ պինգվինի մասին կարանք, չէ ճշտով բան անգեր, որ մարդիկ Ծաղկաձորում մեծ բան են բացում, պինգվիններն էլ բերելու են։ Ասա քեզ է բարտերով երկու հատ պինգվին։ Ասում է երկու հատ պինգվին կտան, գարաժը կպահես։ Լիքը բան իմացանք այսօր Հայկի մասին, նա գոյություն ունի A, Եվ Մոսոն չի B։ Այդ էր ամենակարևորը, չէ՞։ Չէ, ես չեմ, պաստաբնոյ զանգեր։ Այսօր տեսել էինք իրար դրա համար Հայկոն հասկացավ ինչա կատարվում։ Հա, ասել ես որ ստես գալի։ Ինձ թվում հա ջոգեց։ Ընդեղից եմ գալի, օֆիսից եմ գալի, էլի ես։ Այդ որտեղ է։ Չեմ կարած։ ասում զանգեմ։ Գևորգ Վայք Պարեկ իրան զանգեմ։ Բացել է կոնտակտը։ Կարաս զանգես ինչ որ մեկին են թազա աֆյորաներից անես։ Առաջարկես, որ ինչ-որ բան են, դրամադրեք ձեր քարտային հաշիվը, բան, բարաձես, ես իմ Մինաս բանն եմ, Սիմոնյանն եմ, բանա, դու ասա, մենք ձեզ առաջարկում ենք հիանալի տարբերակ առաջ գնալու, հարստանալու, բան, ասենց ինչ-որ պատմություն։ Պատմություն հատուկ մեր։ Ահա զանգեմ ինչ ասեմ։ Ավելի խնդալու է որ ինքը ներկայանա, որ ինքը աղացն է։ Ասեմ ես աղացն եմ Մանուկյան, ճանաչում եք երևի։
Բայց ինչ ասեմ, խիեմ զանգել ձեզ, խիեմ ընտրել ձեր համարը։ Կամ գորին թող։ Կարաս խոսաս բանի ձենով գլումովի խոսքի։ Չէ։ Զանգես ավտոյք շահել, լյուբոյ մեկին։ Զանգ, բարև ձեզ, ում հետ եմ խոսում։ Ես իմ ում։ Ձեր հետ խոսում է ես իմ որդեից։ Կարաս ինչ-որ մի հատ անկապ մի հատ արի բան հորինենք, ֆիրմա։ Եսին։ Սպաս մարջին զանգեմ, լավ։ Զանգի, Մարջան Մարիկին զանգի, ասա։ Մայրիկ։ Ինչ ասում, մարջին շատ լավ է պետք ասել։ Ինչ ասեմ մարջին, ասի։ Ասա Քաջնազարն եմ բեմադրում։ Ինձ բան Քաջնազար են տվել, ուստիան կխաղաս։ Սկսի։ Ասա ուստիան են առաջարկել, մտածում եմ դու կուզես կյանք ասեմ։ Մեծ պրոյեկտ է, լավ։ Մարջ։ Ահա։ Привет, Սավոտան, աղասնա։ Ցավոք դիոս, քո համար խիչունեմ տղա։ Ես էլ նենց որ քոնը չունեմ WhatsApp-ից եմ նայ, ասես ոնց է։ Ահասի։ Այո, ոնց ես Մարջան մայրիկ։ Լավ եմ, ասես ես, դու ոնց ես։ Լավ, Սավոտան։ Մարջես, հələ մի հատ բան հարցնեմ, ջիգար։ Հակա։ Մի հատ ներկայացում են ուզում անեն Քաջնազար։ Ուզում են Քաջնազարը ես խաղամ, Ուստյան քեզ են մտածել, որ առաջարկեն, ասի մի հատ խոսամ Մարջի հետ։ Ով է բեմադրում կյանքս։ Կյանք բանա, ասեցին Սեթոն գիտի լավ իրան, ասում է բանա, Պարսկաստանից ինչ-որ հայ ռեժիսոր է, տենց տարիքով ինքն է բեմադրելու, բայց ես չեմ ճանաչել, տենց ինձ սպանտանում։ Ստեղ է ուզում որ խաղանք։ Ստե, այո, հա, եկող տարվանից էլի։ Եկող տարվանից։ Աղաս, ես հետ եմ գալի հունվարին։ Ինձ թվում է մարտից նոր դա տենց կլինի, էլի։ Նայ, գնում եմ երկու օրից, հետ կամ խոսանք կյանք, կամ Всё. զանգենք տղամ, կամ համարս դուր։ Всё, մեռնեմ ջանի, դե ուրեմն քեզ բարի ճանապարհ, գնա արի ու կխոսանք։ Այո, ցավը տանեմ, բաճում։ Մպաչեցի Մարջես, լավ է։ Հակա, գրանց եմ մի հատ համար։ Հա, էլի արևս, թե չեմ տեսակ ինչ ճնշված եմ զգում։ Դավայ, լավ։ Պաչեցի ջիգար, հա։ Հետո կզանգեմ Հա, կասեմ։ լավ։ Էլ խաղ չկա։ Էլ խող չկա։ Всё, շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Մի հատ նվերները կբերեք երեխեք։ Նվերել ունենք։ Հա, Անլարա կանջակալ։ Ահա, շեյք կոկտեյլներ, Դզեց։ շատ տարբեր համերի։ Արդեն պատրաստի Անտամ կոկտեյլներ են, արգիշտ կարող եք շնորհակալություն ամանորի ենք, սեղանին էլ հայտնում վառ գույներով Այո։ դնել եւ Կտանես, կպահես, չխմես հանգարց։ Ձեզ լավ։ Նոր տարուն, նոր նոր տարի կդրես եմ սեղանի։ մաղթում, լիքը նոր Ջան, ներկայացումներով։ ապրես։ Մերսի շատ հրավերի Լավ, համար։ շատ, Այս վերջում պիտի լուրջ խոսանք, որ մարդիկ ասին, ինչ լավն է։ Իմ համարը Շատ ես չէի լավն է։ պատկերացնում, որ դուք այսքան հումորով եք անգեր։ Դու ասել հումոր։ Ամեն ինչ իրական է, չէ՞։ Այո։ Շնորհակալ եմ, շատ։ որ եկաք, չմոռանաք նաև ալկոհոլ կա սրա մեջ։ բաժանորդագրվել, Հա? չի զգացել, չէ։ Զգացել էի։ Բայց հա, ալկոհոլ է։ Այո։ Չմոռանաք սերտի։ բաժանորդագրվել, դուք էլ ձեր երկրպագուներին որ ասեք։ Պարտադիր։ Ես հերթով բոլորին կասեմ։ Հա, կասեմ։ Ես ես հաղորդման 4 հոգի հոգի դաժան զանգեմ կդնեմ, գիտեմ պայման Ախ, բաժանորդագրել։ մերսի շատ։ Իսկ պապու տունը ում մնաց։ Ժամանակ է գնացել, Պապուտունը ոնց է պետությանը մնաց, որտեղ հա իր տունը չէ։ Հա։ Զանգեցի Լիանային, ասեցի ճիշտ ասած, հա վատ առիթ ունենք, ասեցի պետք է այտենց հանդիսավար։ Բահա ով է, բան ասում եմ իմ հորողբերն, ասում եմ, զանգեմ եմ օգոստոսի 31-ին, ասում է երբ առիթ է, ասում եմ ուզում ենք սեպտեմբերի 20-ին անենք։ Ասում է այդ ինչ այդ վաղ 40 դա, ասում եմ չէ այդ վաղ բժիշկները մինչև ամսի 16-17 են կյանք տվել։ Մտածում ենք այդ պերիոդ պետք է մանա Ռուսաստանը մինչև բերենք այդ ամսի 20-ն է գալի։ Բրոնյան։ Ոստը Բրոնյանն ենք սենց անում։ В общем, Սկզբից հավատաց, հետո ընթացքում։ հետո հա, այտենց մի քիչ էփեցի, բան ասեցի մեկը մի հատ բան հարցնեմ, ասի քանի որ մարդիկ երեխեքի հետ են գալու, երեխեքին շո զբաղացնելու այդ օրը, շո կերպարներ։ Ահա, կգան։ Միանգամից full package Շատ վարի։ դաժան կերպարներ են գալի, բայց մոնստերներ են գալի։ Չեմ զանգում։ Երեխեքին Ում զբաղացնելու։ զանգեմ։ Շատ արագ ինտերնետ առաջարկի։
Դե ուրեմն Զանգի Գորին, այսքան մարդ նստած սպասում է Զանգեմ Գորին ինչ ասեմ։ Ինչ ուզում ես ասա։ Բայց նենց բան ասա, որ հավատա։ Զանգի Գորին ասա ապեր, բան եմ ուզում անեմ, ասա այս թազա երկս արանժիրովщикս դուրս չի, թե ինքն արա։ Չենք չէ։ Ասա դուրս չի գալի։ Ուզում եմ բերեմ կոմոդ անենք, ասա բայց այսօր է պետք։ Ինչ է։ Ես Աղազ Մանուկյանն եմ, դուք դիտում եք հենց այնպես շոուն։ Ես Աղվան Տեր Աբրամյանն եմ, դուք դիտում եք Պապայարը Վազգանն էլա Տեր Աբրամյան, անունն է Աղվան։ Вообще կապ չունի Մոսո Կարապետյանը։ Ո՞վ է Մոսո Կարապետ։ Դու ես Հայկ Երևակայական Ալեքսյանը։ կերպար է։ Ես Աղվան Տեր Աբրամյանն եմ եւ դու դիտում եք հենց այնպես շոուն։